Արմլուրի տեղեկություններով իշխանական քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության ընտրություններին ընդառաջ կուսակցության ներսում հաստատվել է նոր կարգ, որի համաձայն կուսակցության անդամները պարտավոր են գործել համերաշխության պայմաններում հարգել միմյանց։ Ըստ Արմլուրի բացառիկ տեղեկությունների համաձայն նոր կարգը խիստ պատիժ է նախատեսում այն կուսակցականների համար, ովքեր իրենց գործընկերների շահը առաջ տանելու նպատակով կփորձեն նսեմացնել կուսակցական ընկերներին, լրատվամիջոցներում կպատվիրեն հոդվածներ կամ կփոխանցեն ներքին տեղեկատվություններ։ Նման դեպքերը եթե ապացուցվեն, կհանգեցնեն կուսակցությունից հեռացման անկախ զբաղեցրած դիրքից։ Այս համատեքստում ուշագրավ է 24 News-ի հրապարակումը, ըստ որի ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել Ալեն Սիմոնյանին հեռացնելու վերաբերյալ։ Սկզբում, ինչպես նշում են ներկաները, այդ պահանջը շոկ է առաջացրել, սակայն երբ Սարգսյանը մանրամասնել է պատճառները, նրա ելույթից հետո դահլիճում ծափահարություններ են հնչեցրել։ Պատգամավորի խոսքով, երբ ինքը ներկայացրել է բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու մասին օրենսդրական նախագիծ, Սիմոնյանը բացահայտ դժգոհություններ է հայտնել ունենալով ֆինանսական շահ խաղադրույքներ ընդունող ընկերություններից։ Նշվում է, որ Սիմոնյանը նույնիսկ պատերազմ է սկսել Սարգսյանի դեմ, հարցը հասցնելով մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար, ինչպես նաև կասեցնել օրենքի քվեարկությունը, սակայն ըստ աղբյուրի Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ նախագծին։ Արմլուրը քիչ առաջ ստացավ ՔՊ հայտարարությունը Հայկ Սարգսյանի դեմ։ Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլին ՔՊ վարչության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։ Հարցի քվեարկությունից առաջ Սարգսյանը դիմում է ներկայացրել Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկվող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին 2 անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։ ՔՊ վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՔՊ կանոնադրության համաձայն կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության։